Հարգելի ռադիոընկերներ, ռադիո Մենքի եթերում Դեպինք նույնություն հաղորդաշարի հերթական 21-րդ թողարկումն է եւ ձեզ հետ հեղինակ եւ առողջ Ստեփան Ասատրյանն է եւ իմ մշտական հյուրը Վանոհի Ստեփանյանը։ Ողջույն Վանոհի։ Ողջույն Ստեփան։ Հարգելի ռադիոընկերներ, եթե իհարկե հիշում եք, անցյալ քննարկման ժամանակ մենք խոսեցինք, ավելի ճիշտ կրկնեցինք, թե ինչ է տեսողության բացակայությունը։ Խոսեցինք, թե երբանից պետք է սկսել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթության մասին մտածել ընդհանրապես։ Քննարկեցինք այն հարցը, թե որը պետք է լինի ծնողի առաջին քայլը երեխայի տեսողության խանգարումը բացահայտելուց հետո, եւ բազմաթիվ այլ հարցեր, եւ այսօր շարունակում ենք մեր քննարկումը, եւ ես պետք է խնդրեմ Վանոհի Ստեփանյանին բացահայտել մեր այն ծնողների համար կամ այն ունկնդիրների համար, ովքեր դեռևս խորհրդատվություն չեն ստացել նմանատիպ պարագաներում, ունենալով օրինակ չտեսնող երեխա, բացատրել նրանց կամ օգնել նրանց հասկանալ, թե ինչպես պետք է կազմակերպել չտեսնող կամ թույլ տեսնող երեխայի կյանքի առաջին տարին։ Խնդրեմ Վանոհի։ Շնորհակալություն Ստեփան, խոսափողին տրամադրելու համար։ Շատ ուրախ եմ, որ այսօր կրկին անդրադարձել ենք այս լայնամասշտաբ թեմային եւ շարունակելով մեր նախորդ հաղորդման թեման, անդրադառնալով քո հարցին, ասեմ, որ կյանքի առաջին տարին ամենակարևոր ժամանակահատվածն է ցանկացած երեխայի զարգացման գործընթացում, կլինի դա չտեսնող, թե նորմալ զարգացում ունեցող երեխա։ Առհասարակ մանկավարժության մեջ գոյություն ունի սենզիտիվ շրջան հասկացությունը, ավելի կոնկրետ, որը ենթադրում է, որ տվյալ ժամանակամիջոցում երեխայի որևէ գործունեություն, կարողություն կամ հմտություն կամ հոգեկան որևէ մի ոլորտ զարգանում է առավել ինտենսիվ եւ առավել զգայուն կերպով։ Սա կոչվում է սենզիտիվ շրջան։ Եվ եթե այս տեսանկյունից նայենք, կյանքի առաջին կարելի է երկարացնել ավելի մինչև 3 տարիները երեխայի կյանքի ամենակարևոր սենզիտիվ շրջաններն են, որոնց ընթացքում ձևավորվում է երեխայի զգայական ոլորտը, երեխայի շարժողական ոլորտը եւ հոգեհուզակամային ոլորտը։ Այսինքն հիմքն է սա կարելի։ Այո, այս առումով ամենակարևոր շրջանը կյանքի մինչև 3 տարեկան ընկած ժամանակահատվածն է։ Եթե այսպես կարելի ասել, ճակերտավոր կարևորներ դարձնենք, հա, չնայած որ մարդու կյանքի բոլոր տարիներում ժամանակահատվածները կարևոր են մարդու ձևավորման, բայց հիմքային փուլը համարվում է ծնունդից մինչև 3 տարեկան ընկած ժամանակահատվածը։ Այն հարցը, թե ինչպես կազմակերպել երեխայի կյանքի առաջին տարին, կոպիտ ասած իհարկե կազմակերպել, պետք է նշեմ, որ ամենակարևորը նախորդ հաղորդման ժամանակ մի փոքր ակնարկ ունեցել ենք այս մասին, ամենակարևորը ծնողի գիտական գրականության հետ ծանոթացումն է։ Այսինքն կենցաղային բառերով ասած, հասկանալ, թե ինչ խնդիր ունի իր երեխան։ Կարդալ երեխայի խնդրի մասին գրականություն, խորհրդակցել բժիշկների հետ կամ գուցե այլ ծնողների, որոնք ապրում են հարևանությամբ կամ գտնել այնպիսի ծնողների, այնպիսի մարդկանց, որոնք ունեն նմանատիպ խնդրով երեխա, այսինքն ընդհանուր երեխայի վիճակի զարգացման առանձնահատկությունների եւ հետագայի մասին պատկերացում կազմել հնարավոր է միայն նմանատիպ դեպքերի, նմանատիպ ուրիշ երեխաների հետ շփման պարագայում, ինչը այս մշակույթը կարելի ասել մեր ծնողների պարագայում այդքան էլ կիրառելի չէ, քանզի մենք ավելի շատ հակված ենք որպես էմոցիոնալ, որպես մի փոքր ինքնագնահատականը բարձր հասարակության անդամներ, մենք հակված ենք ավելի դեպի ներս, դեպի փակվելու մեր մեջ, խուսափելու ուրիշ որևէ մեկի հետ շփումից, խուսափելու ասել, որ իմ երեխան եւս ունի տեսողության խնդիր կամ որևէ այլ խնդիր։ Սա մեզ մոտ մի քիչ բացակայում է, բայց շատ կարևոր հանգամանք է։ Կարևոր է նաեւ ընտանիքի անդամների միջև ճիշտ մթնոլորտի ձևավորումը, առողջ մթնոլորտի ձևավորումը, չթաքցնել ընտանիքի անդամից ոչ մի բան, բժշկի ախտորոշումները, բժշկի խորհրդատվությունները, կարելի է խորհրդատվություններին այցելել հայրիկի կամ ընտանիքի այլ անդամի հետ միաժամանակ, որպեսզի ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում նաև հայրիկը, տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում իր բալիկի հետ, ինչ խնդիր ունի, ինչ հնարավորություններ ունի եւ այլն։ Հաջորդ կարևոր, այսպես ասած, կետը, որ պետք է անել տեղեկատվական ոլորտում, դա տարբեր բժիշկների, տարբեր բուժ հաստատությունների եւ ակնաբանների հետ խորհրդակցությունն է։ Եվ եթե այս բոլոր խորհրդակցությունների ընթացքում պարզվում է, որ բոլորի ախտորոշումը նույնն է, բոլորը նույն ուղղությունն են ցույց տալիս կամ
նման են համենայն դեպս խորհրդատվությունները, նոր ընտրել ամենաշահավետ, ամենահարմարավետ տարբերակը երեխայի համար։ Սա որպես տեղեկատվական դաշտ ինֆորմացիայի հավաքագրման, այսպես ասած։ Երկրորդ կարևոր հանգամանքը դա վարվել երեխայի հետ այնպես, ինչպես մնացած բոլոր նորմալ զարգացում ունեցող երեխաների հետ են վարվում։ Ինչ են անում նորացիների հետ։ Կերակրում են, խնամում են, խոսում են, փայփայում են, գրկում են, այսինքն ոչ մի կոնկրետ առանձնահատկություն այս պարագայում չկա։ Պետք է անել այնպես, ինչպես անում են մնացած բոլոր երեխաների պարագայում։ Զբոսանքներ կազմակերպել երեխայի հետ, խոսել անընդհատ, զրուցել, մեկնաբանել կատարվող գործողությունները եւ այլն։ Բայց իհարկե համաձայն եմ, պետք է այս ամենը կազմակերպվի ուղղակի չտեսնող երեխայի ծնողի համար մի հավելյալ պարտականություն անընդհատ երեխային ուղղորդի դեպի ակնաբուժների, ակնաբանների մոտ, իմ կարծիքով։ Այո, ես իմ խոսքում նշեցի այդ հանգամանքը, որ պետք է տարբեր ակնաբանների դիմել, միաժամանակ տարբեր կլինիկաներ այցելել։ Դուք քո խոսքում նշեցիր ախտորոշման մասին։ Ես նկատի ունեմ, որ երեխան պետք է անդադ լինի ակնաբույժի հսկողության ներքո, որպեսզի Իհարկե, այդ մասին ոչ մի խոսք լինել չի կարող, պետք է պարբերաբար երեխային տանել ակնաբուժի մոտ, կոնսուլտացիաների հաճախել, հետևել երեխայի առողջական վիճակին, երեխայի աչքի կառուցվածքի փոփոխությունների, եթե այդպիսի գրանցվում են, ցանկացած խնդրի դեպքում, ցանկացած որևէ արտաքին փոփոխության դեպքում անպայման դիմել ակնաբուժի։ Սրա մասին բնականաբար գուցե բաց թողեցի, շնորհակալ եմ լրացման համար, շատ կարևոր հանգամանք է եւս սա։ Հաջորդ կարևոր կետը, այսպես ասած, եթե փորձենք կետերով ասել, երեխայի մնացորդային տեսողության մարզումն է։ Այսինքն լավ, ենթադրենք բոլոր ակնաբույժները միահամուռ տվեցին նույն ախտորոշումը եւ պարզվեց, որ երեխան ունի ենթադրենք երկրորդ աստիճանի ծանրատեսություն, ինչպես նախկին տերմիններ, կամ թույլ տեսնող է համարվում, ինչպես ընդունված է այսօր անվանել։ Ենթադրենք երեխան թույլ տեսնող է, ինչ պետք է անել։ Ամենակարևորը երեխայի մնացորդային տեսողության մարզումն է, քանի որ տեսողությունը ինքնին ոչ այլ ինչ է, քան օրգանիզմի ֆունկցիա։ Մենք նախորդ հաղորդման ժամանակ սրա մասին եւս խոսել ենք։ Տեսողությունը ֆունկցիա է, որը ունի կոնկրետ օրգան համակարգեր, օրգաններ, մեխանիզմներ, որով իրականացվում է, որով տեղի է ունենում տեսողությունը, այսինքն աչք, տեսողական նյարդ եւ համապատասխան կենտրոն։ Եվ պետք է մարզել այս բոլոր ճակերտավոր ասած օրգանները, որը կբերի առավել լավ արդյունքի։ Այսինքն պատկերացրեք, եթե ենթադրենք որևէ տրավմայի կամ որևէ ծննդաբերական սխալի, բժշկական սխալի հետևանքով վնասվել է երեխայի տեսողական կենտրոնի որևէ մի հատված, որի հետևանքով երեխան թույլ տեսնող է։ Այսինքն պետք է գրգռել այդ կենտրոնը, պետք է հնարավորինս կոպիտ ասած աշխատացնել այդ կենտրոնը։ Ինչպես ենք աշխատացնում, մարզում ենք, չէ՞։ Օրինակ, ինչպես ենք մենք որոշում նիհարել։ Պարզ օրինակ, վարժություններ ենք կատարում, մարզում ենք մեր մկանները, անդադ շարժվում ենք, ձգում ենք համապատասխան մկանները, չգիտեմ, ենթադրենք ստամոքսի մկանները մարզող վարժություններ ենք, չէ՞, կատարում։ Նույնը պետք է կատարել այս պարագայում։ Ենթադրենք, եթե երեխան ունի գունազգացողություն, տարբերում է գույները, կարելի է գունային խաղեր կազմակերպել, մեծ գունավոր առարկաներով, չգիտեմ, վառ գույնի ինչ որ հագուստներով, վառ գույնի ակնոց կամ որևէ հերակալ, եթե չեմ սխալվում, օգտագործել մայրիկը մանավանդ, որպես երեխան կարողանա ճանաչի։ Այո, այս պարագայում շատ կարևոր է, որ ընտանիքի անդամները գունավոր, որքան հնարավոր է գունավոր հագուստ կրեն, տան կահավորանքը որքան հնարավոր է մատչելի լինի եւ այն մեծ առարկաները, որոնք դրվում են այդտեղ պահարան եւ այլն, հնարավորինս հարմարավետ դասավորված լինեն եւ մայրիկը, ինչպես դու նշեցիր, ակնհայտ աչքի ընկնող որևէ աքսեսուար կամ մազակալ կրի, որպեսզի երեխայի համար շատ ավելի հեշտ լինի։ Այսինքն այս բոլոր ինֆորմացիաները, խաղերը, վարժանքները, որոնք մենք կարող ենք դրանց հետ կատարել, նպաստում են, որպեսզի գլխուղեղի համապատասխան կենտրոնը առավել ինտենսիվ սկսի աշխատել։ Այսինքն որքան շատ է գալիս ինֆորմացիան, տեսողական ինֆորմացիան տվյալ կենտրոն, այնքան կենտրոնը ստիպված է լինում իր բոլոր ուժերը մոբիլիզացնել, որպեսզի տվյալ ստացված ինֆորմացիան կարողանա վերամշակել եւ հետ ուղարկել, թե ինչ էր սա, մայրիկներ թե հայրիկը, մայրիկներ թե մի այլ կին, այսինքն այս պարագայում շեշտը պետք է դնել վարժությունների,
խաղերի, դրանք կարող են լինել շատ պարզ, իսկ որ ասում են վարժություն, հնարավոր է մեր ունկնդիրները պատկերացնեն, որ դրանք բարդ, ինչ որ ֆիզիկական գուցե վարժություններ են, դրանք շատ պարզ հասարակ խաղեր են։ Օրինակ տանը բոլորիս տան կարող է լինել գունավոր ինչ-որ պլաստմասե ամաններ ենթադրենք։ Կարելի է այդ ամաններով խաղ կազմակերպել, ենթադրենք, որովհետեւ առարկա տեղափոխել այդ գունավոր ամանի մեջ։ Ենթադրենք այս առարկան տեղավորում ենք կարմիր ամանի մեջ, մի ուրիշ առարկա մի տեղից տեղափոխել, ենթադրենք նարնջագույն ամանի մեջ։ Եվ որքան մեծ լինեն այդ դիդակտիկ նյութերը, այդ ամանները, տեղափոխվող առարկաները, այնքան շատ ավելի հեշտ կլինի երեխայի համար եւ բարբերաբար նման վարժությունների կատարումը կբերի շատ ավելի ցանկալի եւ լավ արդյունքի։ Շատ լավ։ Այ մի փոքր խոսենք չտեսնող նորածնի զգայական առանձնահատկությունների մասին։ Այն ինչ առանձնահատկություններ ունի չտեսնող նորածնի զգայական զարգացումը եւ ինչպես պետք է վարվի ծնողը, որպեսզի սկսած հենց նորածնային շրջանից երեխային մղի դեպի ինքնուրույնություն, այդ դեպի աշխարհ, քանի որ գիտենք, որ աշխարհի հետ միակ պատուհանը հանդիսանում է ծնողը։ Ոստի ես իմ անձնական կարծիքով կարծում եմ, որ տեսողության խանգարման կամ որևէ այլ խանգարման պարագայում այդ պատուհանը ել ավելի լայն պետք է լինի։ Ինչ կասես այս մասին։ Շատ լավ։ Ընդունված է կարծել, որ նորածինը սպիտակ մաքուր էջ է, մաքուր թուղթ է, որի վրա պետք է գրվի այն ինֆորմացիան, որը փոխանցվում է մայրիկի կողմից։ Ինչպես դու նշեցիր, մայրիկը գլխավոր պատուհանն է, աշխարհի հետ նորածնի կապի միակ միջոցը, քանի որ նորածինը ծնվելով չունի ոչ մի այլ բան, քան մայրիկն է, հա, քանի որ նորածինը մայրիկի մի մասն էր եւ դուրս գալով մայրիկի օրգանիզմից իրեն զգում է անպաշտպան եւ կարիք ունի մայրիկի խնամքի, պաշտպանության եւ դեռևս չի պատկերացնում ոչինչ մայրիկից դուրս։ Այս առումով շատ կարևոր է մայրիկի դերը երեխայի զգայական զարգացման գործում։ Մենք գիտենք, որ զգայարանները 5-ն են, հա, տեսողություն, լսողություն, համ, շոշափելիք, հոտառություն։ Այս բոլոր զգայարաններից նորածնի համար ամենակարևոր առաջնային զգայարանները համարվում են հոտառությունը եւ համային զգացողությունն ու մկանային զգացողությունը, այսինքն տակտիլ զգայությունը։ Մաշկամկանային զգացողությունը, շնորհակալություն։ Քանի որ նորածինը մայրիկին ճանաչում եւ զգում է հոտով, ճանաչում է մայրիկի կաթի համը, իրեն դուր է գալիս, երբ որ մայրիկը գրկում է իրեն եւ հստակ տարբերում է դա մայրիկն է, թե ենթադրենք տատիկը։ Այսինքն կներես Վանուհի, մի փոքր միջամտեմ, կարող ենք ասել, որ մինչև 6 ամսականը կամ միգուցե առաջին ամիսներին բոլոր երեխաները կլինեն տեսնող, թե չտեսնող, հավասար պայմաններում են գտնվում, զգայական իմաստով նկատի ունի։ Բնականաբար հավասար պայմաններում են գտնվում, բայց ոչ թե մինչև 6 ամսական, այլ մինչև 2 ամսականը։ Մինչև 2 ամսականը երեխան զգում է աշխարհը համային հոտոտելիքի եւ մաշկամականային զգայությամբ։ Եթե խոսենք երեխայի մաշկամկանային զգայության մասին, պետք է առանձնացնել աշխարհաճանաչման երկու հիմնական, այսպես ասած, դիրք կամ ուղղություն՝ ուղղահայաց եւ հորիզոնական։ Երբ երեխան պարկած է անկողնում, նրա աշխարհաճանաչման դիրքը այս պարագայում հորիզոնական ուղղություն ունի։ Նա պարկած է որոշակի հարթության վրա, նայում է դեպի վերև, տեսնում է իրենից բարձր գտնվող առարկաները՝ պատեր, առաստաղ, լուսամփոփ, որը կարող է կախված լինել, այսինքն տեսնում է այն, ինչ որ շրջապատում է իրեն վերևից, տեսնում է վերին աշխարհը։ Իսկ երբ որ մենք երեխային գրկում ենք, պահում ենք ուղղահայաց ուղղությամբ, երեխան տեսնում է իրեն շրջապատող աշխարհը, տեսնում է իր կողքի աշխարհը, այսինքն այն առարկաները, որոնք պարկած դիրքից հնարավոր է եւ չերևային երեխային, տեսնում են անցուդարձ անող ընտանիքի անդամներին եւ այլն։ Այսինքն այս բոլոր երկու ուղղություններն էլ պետք է հավասարաչափ զարգացած լինեն զարգանան երեխայի մոտ եւ այսպես ասած հաջորդում են միմյանց։ Իսկ քանի որ չտեսնող երեխայի պարագայում եւ ուղղահայաց եւ հորիզոնական տեսողական ինֆորմացիայի ստացումը շատ դժվարացած է եւ առհասարակ կարող է բացակայել, եթե երեխան տոտալ չտեսնող է։ Այս դեպքում շատ ավելի դժվարություններ են ի հայտ գալիս եւ հատկապես մայրիկը պետք է շեշտը դնի երեխայի լսողական ընկալման վրա։ Չէ՞ որ մենք շեշտեցինք, որ մինչեւ 2 ամսականը երեխայի մոտ, բոլոր երեխաների մոտ այս 3 զգայարաններն են առաջատարը։ Իսկ մինչեւ 5-6 ամսականը արդեն բոլոր երեխաների մոտ
բոլոր տեսնող երեխաների մոտ առաջատար է դառնում տեսողական եւ լսողական զգայարանը, քանի որ երեխան անգամ իր սենյակում պարկած, երբ որ մայրիկը անգամ սենյակում չէ, լսում է մայրիկի ոտնաձայները, երբ որ մայրիկը մտնում է սենյակ, նորից դուրս է գալիս, նա հայացքով հետևում է, թե ձայնը որ կողմից եկավ, երբ որ մայրիկը նրան կանչում է, նա ռեֆլեքսորեն պտտվում է դեպի մայրիկի ձայնի ուղղությունը կամ պարտադիր չէ մայրիկի ձայնի ուղղությունը, երբ որ ինչ-որ չխկոց, ինչ-որ աղմուկ է գալիս, երեխան ռեֆլեքսորեն դառնում է դեպի ձայնի ուղղությունը։ Այսինքն այս պարագայում համային հոտառության եւ մկանային զգայություններին ավելի ճիշտ հաջորդում են եւ փոխարինելու են գալիս տեսողական եւ լսողական զգայարանները, առաջատար է դառնում այս երկու զգայարանները։ Իսկ չտեսնող երեխաների պարագայում եւս շատ խնդիրներ կարող են առաջանալ, եթե մայրիկը խելամիտ եւ ճիշտ մոտեցում չցուցաբերի։ Չէ՞ որ տեսնող երեխաները տեսողական պատկերներն ու ինֆորմացիաները ստանում են անկախ իրենց կամքից։ Նրանք տեսնում են որևէ շարժվող օբյեկտ եւ իրենց ուշադրությունը ֆիքսում այդ օբյեկտի վրա, աչքերով հետևում այդ օբյեկտին, երբ գնաց, նորից եկավ, թե ոչ, վերադարձավ, թե ոչ, մեծ էր այդ օբյեկտը, այսինքն մարզում են իրենց տեսողական օրգանները, ճակերտավոր ասած, անկախ իրենց կամքից, սա կատարվում է ռեֆլեքսորեն։ Իսկ չտեսնող երեխաները չունեն այս հնարավորությունը հետևելու շարժվող օբյեկտներին եւ հիմնական շեշտը այստեղ ընտանիքի անդամները եւ մայրիկը պետք է դնեն լսողական զգայարանի զարգացման վրա, այսինքն ամեն անգամ սենյակ մտնելիս պետք է խոսել երեխայի հետ, պարզ մեկնաբանություններ կատարել, որպեսզի երեխան կարողանա ձայնի ուղղությամբ հետևել մայրիկի շարժումներին, քանի որ տեսողությամբ ֆիզիկապես չի կարող հետևել, պետք է ձայնի ուղղությամբ հասկանա մայրիկը սենյակում է թե ոչ, երբ դուրս եկավ սենյակից, այսինքն սա լրացուցիչ ջանքեր եւ աշխատանք է պահանջում, որպեսզի երեխան կարողանա իրեն լրիվ անպաշտպան ու միայնակ չզգալ։ Շատ կարևոր մի հանգամանք եւս նշեմ, պետք է զարգացնել երեխայի զգայարանները, որքան հնարավոր է շատ, որքան հնարավոր է բուռն կերպով, մինչև երեխայի 5-6 ամսական դառնալը։ Ինչպես կարելի է դա անել, ինչպես օրինակ տեսողական մնացորդի զարգացման մասին, երբ որ խոսեցինք, ասացի, որ շատ պարզ հասարակ վարժություններ են պահանջվում, այս պարագայում եւս կարելի է նման վարժություններ կիրառել։ Օրինակ, երեխան պարկած է ենթադրենք անկողնում, կարելի է նրա կաթի շիշը կամ ծծակը մոտեցնել երեխայի շրթունքին, հպել երեխայի շրթունքին, որպեսզի երեխան մաշկամկանային զգացողությամբ հասկանա, որ իրեն ինչ-որ բան դիպավ եւ փորձի գտնել իրեն դիպչած այդ առարկան։ Երբ երեխան ենթադրենք աջ կողմից ենք մոտեցրել, գլուխը թեքում է դեպի աջ, որպեսզի կարողանա բռնել այդ օբյեկտը, մենք կարող ենք նույն գործողությունը կատարել ձախից, որպեսզի երեխան ստիպված լինի գլուխը թեքելու դեպի ձախ։ Եվ այսպես մարզենք երեխայի եւ մաշկամկանային եւ զգայական օրգանները։ Հաջորդ պարզ վարժությունը կարելի է օրինակ երեխային, այսպես ժողովրդական լեզվով ասած, ղդիկ առաջացնել երեխայի մոտ, խուտուտ, այո, շնորհակալություն։ Մատներով կամ որևէ փափուկ ինչ որ իրով առարկայով, ենթադրենք բմբուլով, կարելի է դիպել երեխայի ուսերին, մեջքին, փորի հատվածում, որպեսզի երեխան կարողանա ձգել իրեն, քանի որ սա ռեֆլեքսորեն պաշտպանվելու ռեակցիա է, չի առաջացնում, երբ որ ասենք թևի տակ կամ վզին ինչ որ փափուկ առարկայով դիպենք, սա խուտուտի զգացողություն կառաջացնի եւ երեխան կձգվի, կփորձի խույս տալ այդ առարկային դիպելուց կամ կփորձի բռնել այդ առարկան։ Սա հավելյալ մաշկամկանային զգացողության գրգռում է, այսպես ասած, որը կօգնի երեխային եւ մարզելու իր բոլոր զգայարանները եւ ինչ որտեղ նաեւ հաճելի երևի զգացողություններ կստանա։ Շատ լավ, իսկ շարժողական ոլորտը որքանով է սահմանափակվում կամ սահմանափակվում է թե ոչ։ Եվ ինչ պետք է անել, որպեսզի երեխան հնարավորինս ինքնուրույն շարժվի։ Կյանքի առաջին տարու մասին է իհարկե խոսքը։ Շատ լավ։ Նախորդ հարցին պատասխանելիս ես խոսեցի սենզիտիվ շրջանների մասին եւ շարժողական ոլորտը եւս մտնում է կյանքի առաջին տարվա այդ սենզիտիվ շրջանների մեջ, քանի որ մենք բոլորս գիտենք, որ երեխաները գլուխը պահել, նստել, ինքնուրույն կանգնել, քայլել սովորում են կյանքի առաջին տարում մինչեւ 3 տարեկանը։ Եվ շատ կարեւոր է, որպեսզի այս հմտությունների ձևավորումը եւս ուղեկցվի, ուղղորդվի մայրիկի աջակցությամբ։
Այսինքն, ինչ պետք է անել։ Նորմալ զարգացում ունեցող երեխաները, որոնց մոտ մինչև կյանքի 6 ամսականը առաջատար է դառնում տեսողական եւ լսողական զգայարանը, այսինքն տեսողական պատկերներին իրենք հետևում են հայացքով, գլուխը շրջում են շարժման կամ ձայնի ուղղությամբ։ Իրենք այս բոլոր գործընթացների ժամանակ մարզում են իրենց մկանային համակարգը։ Չէ՞ որ մկանները մարզման կարիք ունեն եւ ներարգանդային շրջանում երեխան շարժվում է, բայց մկանային համակարգը ձևավորված է, բայց զարգացած չէ։ Երեխան կարիք ունի շարժվելու, կարիք ունի զարգացնելու իր մկանային համակարգը, ինչպես ցանկացած անձ, ինչպես ցանկացած ֆունկցիա օրգանիզմի, չէ՞ որ քայլելը, գլուխը պահելը, նստելը եւս օրգանիզմի ֆունկցիաներ են եւ այդ ֆունկցիաները եւս պետք է զարգացնել։ Քանի որ չտեսնող երեխան իր տեսողության բացակայության պատճառով շատ չի հետևում շարժվող առարկաներին, իր գլուխը այս ու այն կողմ չի անում, միայն ենթադրենք լսողական ազդակներին է պատասխան տալիս, շատ ժամանակ մկանային համակարգը շատ ավելի թույլ զարգացած է լինում, քան իրենց նորմալ զարգացում ունեցող հասակակիցների մոտ է լինում։ Ուստի պետք է երեխային օգնել զարգացնել մկանային համակարգը։ Դրանք կարող են կատարվել մերսումների, պարզ ֆիզիկական վարժությունների, առավոտյան հատկապես ֆիզիկական վարժանքների կատարումը, որոնք կօգնեն երեխային մարզելու իրենց մկանային համակարգը։ Եվ կա գրականության մեջ կա այսպիսի մի վիճակագրական կարելի ասել տվյալներ, որ չտեսնող երեխաները հիմնականում ավելի ուշ են պահում գլուխը, ավելի ուշ են նստում, սա ոչ թե խոսում են նրանց ֆիզիկական ցածր հնարավորությունների մասին, այլ այն մասին, որ այս ֆունկցիաները ուղղակի չեն զարգացվում ծնողների կողմից։ Նորմալ զարգացում ունեցող, նորմալ տեսողություն ունեցող երեխաների պարագայում ֆիզիկական զարգացումը տեղի ունենում կարելի ասել ավտոմատ կերպով, քանի որ երեխան անընդհատ շարժման մեջ է, անընդհատ հետևում է ծնողների անցուդարձին, անդադ փորձում է ձգվել, տեսնում է գունավոր հետաքրքիր առարկաներ եւ փորձում է հասնել այդ առարկաներին եւ ակամայից անկախ իր կամքի եւ զարգանում են այս ֆունկցիաները։ Իսկ չտեսնողի պարագայում պետք է մայրիկը եւ ընտանիքի անդամները աջակցեն սրան։ Ինչպես պետք է օրինակ կատարել այս վարժությունները։ Ենթադրենք, եթե երեխան չտեսնող է, կարելի է երեխային պարկացնել մեջքի կամ փորիկի վրա, որևէ ձայն արձակող խաղալիք, որը կհետաքրքրի երեխային, որևէ վառ ձայնով խաղալիք միացնել կամ վառ գույնով կամ վառ գույնով, եթե երեխան թույլ տեսնող է, որևէ ազդակով հետաքրքրել երեխային ձգվելու դեպի առաջ կամ դեպի վերև, կամ ինչպես են երեխաները սովորաբար պտտվում մեջքից փորիկի վրա։ Երեխան փորձում է բռնել, ենթադրենք, իր գլխավերևում կախված քրող առարկան, փորձում է հասնել այդ առարկային, կորցնում է հավասարակշռությունը այդ ընթացքում եւ հայտնվում է փորիկի վրա։ Սա ավտոմատ կատարվող գործողություն է տեսնող երեխայի պարագայում։ Իսկ չտեսնողի պարագայում մենք պետք է ինքներս արհեստական, կարելի ասել, առաջացնենք այդ գրգիռը, ձայնային գրգիռը կամ գունային գրգիռը, եթե գունազգացողություն ունի երեխան, եւ գրգռենք երեխայի հետաքրքրությունը հասնելու, բռնելու այդ առարկան, չէ՞ որ ձգվելը, բռնելը, ինչ որ բան իրեն մոտեցնելը եւս ֆիզիկական ֆունկցիաներ են, եւս մկանային լուրջ աշխատանք են պահանջում։ Դա մեր մեծերիս համար կարող է շատ պարզ, աննշան բան լինել, ինչ որ բան բռնել, մոտեցնել քեզ, բայց երեխայի համար, նորածնի համար սա շատ ծանր ֆիզիկական գործունեություն է, որը երեխան աստիճանաբար սկսում է իրականացնել։ Կարելի է օրինակ երեխային դնել ծածկոցի մեջ, եթե երեխան դժվարանում է փորիկից մեջքի պտտվել եւ հակառակը, երեխային դնել ադյալի մեջ, երկու մեծահասակներ երեխային փորձեն գլորել այդ ադյալով։ Օրինակ միաժամանակ բարձրացնեն մի ծայրը, այնուհետև հաջորդ ծայրը, որպեսզի երեխան կարողանա տեղաշարժ զգալ, ինչպես է պետք է պտտվել փորից, մեջքի եւ հակառակը։ Եվ միգուցե կսովորի նա։ Այո, ոչ թե միգուցե, այլ անպայման կսովորի, քանի որ շարժվելը դրանք ֆունկցիաներ են, որոնք պետք է զարգացնել։ Եթե երեխային անշարժ կապենք եւ երեխան չունենա ոչ տեսողության, ոչ լսողության խանգարում, նա բնականաբար չի շարժվի, որովհետեւ չի իմանա, որ աշխարհում գոյություն ունի շարժում հասկացությունը։ Երեխային պետք է սովորեցնել, ծանոթացնել աշխարհի հետ, ինչ կա աշխարհում, ինչ են անում մարդիկ, ինչպես են շարժվում, ինչպես են նստում։ Կարելի է երեխայի
երկու ձեռքերը բռնել եւ օրինակ փորձել կանգնեցնել ոտքերի վրա, պահել երեխային, որպեսզի նա շատ չճոճվի, բայց փորձի ինքնուրույն կանգնել ոտքերի վրա, նորից պարկացնել կամ պարկած դիրքում երեխայի ձեռքերը ընդհանրապես ձգել դեպի առաջ, որպեսզի երեխան փորձի ինքնուրույն վեր կենալ, կամ եթե անգամ չստացվի ինքնուրույն վեր կենալ, փորիկի եւ մեջքի մկանները այս դեպքում շատ լավ զարգանում են, որովհետեւ ձգվել, նորից հետ պարկել, ձգվել առաջ, նորից հետ գնալը շատ զարգացնում է երեխայի մկանային համակարգը։ Շատ լավ, Անուհի, անդրադառնանք նաեւ մեր մի վերջին կետին։ Իհարկե մենք խոսեցինք արդեն ֆիզիկական եւ հոգեկան զարգացման առանձնահատկությունների մասին կյանքի առաջին տարում եւ կխնդրեի անդրադառնալ նաև չտեսնող երեխայի խոսքի ձևավորմանը։ Խոսքը եւս հոգեկան ֆունկցիա է, հոգեկան գործառույթ է, որը զարգացվելու, զարգանալու կարիք ունի։ Ինչպես ենք մենք վարվում, երբ որ մեր առջև դրված է խնդիր զարգացնելու երեխայի խոսքը։ Երեխան խոսում է ընդօրինակման մեխանիզմի հիման վրա։ Այսինքն ինչպես երեխան լսում է խոսքը, հասկանում է խոսքը սկզբնական շրջանում, բայց չի կարողանում դա վերարտադրել, հետագայում իր արտաբերական ապարատի հմտությունների զարգացման հետևանքով ինքը կարողանում է վերարտադրել լսված եւ ընկալված խոսքը։ Սա խոսքի առաջացման մեխանիզմն է, հա։ Եթե երեխան իր կյանքի ընթացքում երբեք խոսք լսած չլինի, բնականաբար չի կարողանա խոսել։ Կլինի դա տեսնող թե չտեսնող։ Դրա վառօրինակն է օրինակ Մաուգլի երեխաները, որոնք հայտնաբերված են բավականին վաղ ժամանակաշրջանից։ Ինչ վերաբերվում է թե ինչ առանձնահատկություններով են զարգանում չտեսնող երեխաների խոսքային հմտությունները, պետք է նշել, որ ցավոք այս պարագայում եւս կան առանձնահատկություններ, քանի որ տեսադաշտի բացակայությունը կամ նեղացումը երեխային հնարավորություն չի տալիս հնարավորինս մեծ չափով ինֆորմացիա ստանալ տեսողական եւ դա համադրել իր լսած լսողական ինֆորմացիայի հետ։ Քանի որ խոսքը չի առաջանում միայն լսողությամբ կամ միայն տեսողության զգայարանի մասնակցությամբ։ Երեխայի խոսելու համար երեխան պետք է համադրի իր լսած բառը, տեսած առարկան եւ առարկայի շոշափական հատկությունները։ Չէ՞ որ երբ որ մենք երեխային տալիս ենք ենթադրենք գրիչ եւ ասում ենք սա գրիչ է, երեխան լսում է գրիչ բառը, շոշափում է գրիչը որպես ֆիզիկական նյութ, նյութեղեն որևէ իր եւ տեսնում է պատկերը։ Սրանք այս եռամիասնությունը երեխայի մոտ ձևավորում է գրիչ հասկացության մասին գաղափար։ Իսկ երբ որ այս բաղադրիչներից մեկը բացակայում է, զգալի դժվարանում է երեխայի խոսքային հմտությունների զարգացումը։ Սրա համար ամենակարևորը մայրիկներին եւ ընտանիքի անդամներին խորհուրդ է տրվում հնարավորինս շատ խոսել երեխայի հետ, շատ ավելի շատ, քան դա անում են տեսնող երեխաների ծնողները։ Անընդհատ մեկնաբանել սեփական գործողությունները, անընդհատ ճիշտ դերերով, ճիշտ անուններով պատմել, թե ինչ է կատարվում, ով է եկել տուն, ով է գնացել, ինչ է անում մայրիկը հիմա, փոխում է տակդիրը, երեխայի համար, ասենք ենթադրենք, քեզ համար ճաշ եմ պատրաստում եւ այլն, մեկնաբանել այն, ինչ որ արվում է։ Իսկ եթե որոշակի պատճառներով հնարավոր չի անընդհատ տանը լինել, անընդհատ երեխայի համար գուցե հեքիաթներ կարդալ, պարզ ոտանավորներ արտասանել կամ անընդհատ մեկնաբանել գործողությունները կատարվող, խորհուրդ է տրվում նաեւ երաժշտություն միացնել, պարզ, մանկական, հասարակ երաժշտություններ, հաճելի երաժշտություններ, կարելի է նաև ձայնագրված հեքիաթներ միացնել, որպեսզի երեխան հնարավորինս շատ խոսքային ինֆորմացիա լսի։ Երեխայի գլխուղեղում խոսքային կենտրոնները անդադ գրգռվեն, ստանան խոսքային ինֆորմացիա, խոսքային ազդակներ եւ երեխան հնարավորինս շուտ կարողանա դրանք վերարտադրել։ Շնորհակալ եմ Վանուհի ինձ օգնելու համար, որպեսզի պատրաստենք այսօրվա այս ծավալուն հաղորդումը։ Մենք կշարունակենք մեր հաղորդումների շարքը։ Այսպեսով, սիրելի ռադիոընկերներ, մենք կարելի ասել փորձեցինք ավարտուն տեսքի բերել երեխայի կյանքի առաջին տարուն վերաբերող ամենակարևոր առանձնահատկությունները, իհարկե ասելու բան շատ մնաց, բայց քանի որ մեր եթերաժամանակը անսահմանափակ չէ, այսքանով ստիպված ենք ավարտել երեխայի կյանքի առաջին տարուն վերաբերվող հաղորդումը
իսկ մնացած առանձնահատկությունների, դժվարությունների եւ զարգացման առանձնահատկությունների մասին մենք խոսենք մեր հետագա հաղորդաշարների ընթացքում, երբ կանադառնանք չտեսնող երեխաների կյանքի երկրորդ, երրորդ, նախադպրոցական մինչև հասակը եւ խոսենք բոլոր այն կարելի ասել բացթողումների մասին, որոնց չհասցրեցինք անդրադառնալ ժամանակի սղության պատճառով։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Ձեզ հետ Վանուհի Ստեփանյանն էր եւ հաղորդաշարի հեղինակ եւ վարող Սիփան Ասատրյանը։ Դե ինչ, ինձ մնում է ձեզ մաղթել միմիայն հաջողություն ձեր երեխաներին դեպի ինքնուրույնություն մղելու գործում։ Ստես